Մենք արդեն մոտենում ենք ընդրության վերջի ակորդներին, տեսնելով այսօրվա վիճակը, որ ոնց սրանք հանձնեցին Արցախը, ոնց են ուրեմն վախվորիկի պես ընդոնում թուրքական Ալիևների եւ Էրդողանների հանձնարարականները, ոնց են կատարում, նոր մի քիչ առաջ էլ լուրջ մարդիկ եկան ինձ ներկայացրեցին, որ հայոց դասագրքի վրա ընդուպ ադրբեջանական դրոշը կա, հայոց դրոշը այրվում է ու այդ ամեն ինչը ոնց որ պատահական են արել, բայց հայոց դասագրքի վրա ոնց կարող է նմանատիպ բան լինել երկրորդ դասարանի դասագրքի վրա։ Մի խոսքով շատ ցավով են տանում, երբ որ ես ասում եմ, թե Արցախը դավաճանաբար հանձնեցիք Թուրքին։ Այն օր էլ որ ես ասել եմ, սա գեներալնի ռեպետիցիան է, այնպես ցավով են ընդունում, այնպես են ընդունում, որ ասենք, այդ ինչ վերեք դուք խոսում, ոնց կարող ենք մենք հետ բերել մեր հող հայրենին։ Ինչի համար չեք ասում, դե ամբողջ երկրի հարստությունը մի քանի ընտանիքի ձեռքին է։ Ինչի դրանց նկատմամբ քրեական գործեր չեք հարուցել, կամ հարուցել եք, գիտենք ինչ սկզբունքով, որպեսզի օրինականացնեք իրենց թալանածը։ Քավության նոխազը հանդիսանում են քաղաքապետերը։ Ձեր արածը պատասպարում եք նմանատիպ մարդկանց անունների տակ, այդ ամեն ինչը մենք հասկանում ենք։ Դե հիմա երկրի ուրեմն կշերքի վրա է դրված ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, հայ ազգը, մյուս կշերքի վրա է դրված այդպիսի մի քանի օլիգարխներ, կամ օլիգարխներ, կամ ասենք այդ ազգանունները, որոնք դուք գիտեք։ Եվ պատկերացրեք, դրանցից ոչ մեկի 7 տարի մի բան հետ չվերցրեցիք, հետ չբերեցիք, բայց մինչև այսօր նորից եկել եք ու ուզում եք տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ որևիցե մեկից վրա ինչ-որ ցեղ շպրտել։ Տասնյակ հազարավոր աբորոնի շինություններ կան, որոնք երկրաշարժից հետո կառուցել են, թաղամասեր կան ընդուպ։ Ընդուպ կան 50-ական թվականների շենք շինություններ, այդ զորի բերանը ամբողջությամբ թաղամաս, որ մինչև այսօր օրինականացված չէ։ Եվ մարդիկ գույքարկ եւ հողիարկ չեն մուծում։ Քաղաքում կա շենքեր, որոնք կառուցվել են, ավարտական ակտ չեն տալիս։ Բայ ղեկավարները, մարդիկ մտել են դատարան, ընդուպ քաղաքապետարանին պարտավորեցրել են, որ 50 միլիոն ուրեմն տուժ ու տուգանք վճարեն տվյալ քաղաքացուն, որ 10 տարի մարդը շենքը կառուցել է, քաղաքապետարան ավարտական ակտ չի տալիս։ Դուք պատկերացնում եք, ես օրինակ զարմանում եմ, թե ինչն է պատճառը։ Հիմա էլ այդ քաղաքապետարանը, այդ վայ քաղաքապետների երեսից պիտի 50 միլիոն ժողովրդի ունեցվածքից տան այդ քաղաքացուն, որ վնաս են հասցրել։ 12 միլիարդ, պատկերացրեք, գումար են վերցրել, երկիրը պարտք է 12 միլիարդ, 12 աշխատատեղ չեն ստեղծել։ Այսինքն ասֆալտ են անում, որը տևելու է 10 տարի։ Այսինքն հետո դրանից հետո մեր թորները, մեր ծորները պետք է ամեն մեկը այդ գումարների հետ տալու համար պատասխան պիտի տան։ Բայց մեզ պետք է աշխատատեղ 1926 թվականին, երբ որ աղետ տեղի ունեցավ Լենինականում, ուրեմն Խորհրդային Միությունը արագ կարգով ստեղծեց տեքստիլ կոմբինատը եւ զարգացվեցին թեթև արդյունաբերությանը եւ Լենինականում աշխատում էր 90,000 բանվոր։ Ով չի հասկանում, որ համար առաջի խնդիրը դա աշխատատեղերի ստեղծումն է։ Ցավում եմ, որ մարդիկ գնացել են կենտրոնական հեռուստատեսությամբ խոսում են, ասում են քաղաքի համար առաջի խնդիրը շունը, կադուն կռիսը։ Պատկերացրեք, թե ինչեր են խոսում, թե ով պիտի կա, ում ենք վստահում կամ ինչ ենք։ Այսինքն այդ մարդկանց ուշք ու միտքը շունը, կադուն կռիսը, ուրիշ բան չկա։ Այդ եմ, ես լսում եմ, ամաչում եմ, որ պատկերացրեք ինչ հարց են բարձրացնում։ Բոլորը վաճառել են թուրքերին ու պարսիկներին։ Եվ ոչ մեկը չկա, որ սրանցից հարցնե թե այս դուք որպես ինչ եք այս քաղաքի այս ժողովրդի սեփականությունը վերցրել ու վաճառել թուրքերին։ Եթե դա թուրքական քաղաքականություն չէ, անունը ինչ տնենք։ Խիշենի տնենք անունը, որ դատախազությունը գործի հարուցում։ Մարդ է ման գալիս, որ մի հատ ճշմարիտ խոսք խոսի, դրա հետևից եկնեք։ Այսօր էլ գնացել են 3 իրգուն ընկել են իմ ավականիներից։ Մեկը աշխատում է միտեղ չեմ ասում, հələ պահում եմ, ուրեմն ասում են, եթե Ղուգասյանի հետ ես, արագ կարգով դիմումդ պիտի գրես։ Նա էլ համարձակ տղա է, ասում է հանգիստ մնացեք։ Ես երբեք դիմումս չեմ գրի։ Մարդկանց կանչում են այն տալիս։ Այսօրվա ազգային անվտանգության մարզային վարչության պետը Սարիկի հորկուրիչ գիտեմ ինչի տղան է։ Մարդկանց կանչում է, որ անպայման եթե ԿՊ ինչ արեցիք, բան չարեցիք, պատասխան կտաք։ Մի խոսքով այդ ձեր մեթոդները
Բացի դրանից, այն մարդիկ, որոնք ասենք աշխատում են pedagogan կառույցներում, կանչում են, ասում են, եթե գնացիք ընտրության ու երկրորդ համարի քվեատերտիկը դուրս չբերեցիք, գիտեցեք, որ աշխատանքից մենք ձեզ ազատելու ենք։ Մի խոսքով հեռախոսներն են լսում, հետո մի հատ էլ այսօր էլ ինչ որ տեսա, որ բան են գցել, յանի ես հայոյանք եմ անում բան, ես ես մի բան ասեմ, իրանք կարող են Պուտինին էլ նմանատիպ ձևով, ուրեմն մոտո է բանը, ինչքան ենք տեսել, որ ասենք արհեստական բանականություն է կոչում, ես չգիտեմ, ես ֆինդու ֆլուշկեք է ճիշտ ասած սրանց, հիմա սրանք ինչ ասես կարող են անել, կարող են եկուց մեզի, ես չգիտեմ ինչերով ցույց տան, բան անեն, հասկանալի է, բայց մի բան եմ ասում, եթե Գյումրու քաղաքապետը քիֆիրեն էլ չիտե, ուրեմն լենագանցիքսեն ըդիկ ղզիկ է։ Հիմա այս բանը որ գցել եք, էլի մեր ռեյտինգը բարձրացավ, լավ իմացեք, գյումրեցիք իրանք թոգին են կարոցը հավանական է, գիտես։ Մեզ ասֆալտն էլ որ անում են սրանք, ուրեմն 16 թվականին ազգային ժողովում հաստատվել է Նիկոլ Փաշինյանը թեմ է քվեարկե։ Մենք ենք այդ ծրագիրը ուրեմն բան արել, ստորագրել, գիտենաք, ես այդ ժամանակ պատգամավոր եմ եղել։ Հիմա սրանք որ գալիս կանգնում են, այսպես լենտերը կտրում են, գիտեցեք որ դա իրանց արածը չի, դա ժողովրդի գումարներն է եւ պետու բանը, ուրեմն ինչքան գիտեմ դրանք վարկային միջոցներով է, լավ չեմ հիշում ծրագիրը, որ եւ վարկային միջոցներով կա, եւ կա ասենք անվերադարձ դրամաշնորհ կա։ Մի խոսքով այդ ամեն ինչից տեղյակ ենք։ Հետո թող հələ մի հատ ցույց տանեք, բացի այդ ասֆալտից, որ երկիր ուզում են գցել պարտքի տակ։ Հələ մի հատ թող ասեն թե ինչ որ մի այս քաղաքում մի բան կառուցել են։ Հələ թող ցույց տան։ Այսպես որ մեծ խոսում են, բան են անում, ինչ են կառուցել։ Ինչ էլ կառուցեն, ինչ էլ չկառուցեն։ Արցախ հանձնողը տեղ չունի, թուրքերին ենթարկվողը տեղ չունի, թուրքական քաղաքականությունը տանողը տեղ չունի, հայոց ցեղասպանությունը մոռացողը տեղ չունի, երկրորդական պլանների են գցել հայոց ցեղասպանությունը, պատկերացրեք, այդ կան միլիոնոկեսի ուրվագանը, այս շայել երեխեքի ուրվագանը գիշեր ու ցերեկ ձեզ պիտի հանգիստ չթողնի, աշխարհում չկա մի պետություն, որ Հայաստանի չափ ոստիկան ունենա։ Պատկերացրեք, ուրեմն ինչի համար եք այդ կանին ստեղծել, որպեսզի թերատորները պահեք, բայց ես գիտեմ, որ այդտեղ էլ կան հայրենասեր մարդիկ, լավ իմացեք ոստիկաններ, հերրու կանգնեք նմանատիպ բաներից, երբ որ տեսնում եք, խիղճը եւ օրենքը իրար, հագասում են, կանգնեք խղճի կողքը, տրանսգենդերները եւ այդ LGBT-ի կեղտոտները, պատկերացրեք, թե ինչ վիճակի մեջ է Հայաստանի Հանրապետությունը, եւ սրանց մոտ անցնում են նմանատիպ մարդիկ։ Հիմա ինձ կարող այդ խոսքը, որ ասեցի, ռոպեական ասեն, ահա, բանում խոսած, դադի տանք։ Իրա սրանց ուշք ու միտքը դադի տալն է, հեռախոս լսել, քաղաքապետը հայոյեց, դու լավ երեց քաղաքապետի ցավը տանի, որ հայոյանք են է գիտե։ Լեննագանի, Գյումրիի քաղաքապետը համ շուն կզվծնել պիտի գիտենա, համ թող պահել պիտի գիտենա, համ մշակույթից պիտի հասկանա, համ փողոցից պիտի հասկանա, համ կռիվենել պիտի գիտենա, համ պիտի ժողովրդի դարդին դարման տնող եղնի, համ էլ կրթությունից պիտի հասկանա, եթե ոչ, ուրեմն իդիք կսեք Գյումրեցի չէ, լեննագանցի չէ, վրընդեք թողեր տա։ Շնորհակալություն։ Քպետ միանշանակ կոալիցիա չեմ կազմելու եւ նայելու եմ նրանց, ովքեր որ ՔՊ-ին չեն բերել, իսկ եթե դաժե բերել են ՔՊ-ին, այն մեկը, որը տղամարդություն կունենա ու կասի, որ վերևը այդ կուսակցության տերերը իրանք չեն կարող ուրեմն թելադրել, ես տղամարդավարի խոսք կդամ, որը սենց կպահեմ, սենց կանեմ, նենց կանեմ, այդ ժամանակ կնայինք։ Պարոն Ղուկասյան, դուք նախկինների թալանից խոսեցիք, փաստորեն այսօրվա դրությամբ դուք եք նախկին 13 տարի պաշտոնավար եք։ Այդ ընթացքում ձեզ ինչքանով հաջողվեց այդ թալանից ինչ որ մասնաբաժին կանխել։ Ամենահարուստ երիտասարդներից մեկն եմ եղել, բոլորը գիտեն։ Եղավ ցեխերով, խանութի վարիշ եղնելով ամեն ինչով։ Դե դու եք պիտի գիտենաս։ 2000-ականների թվի թալանի մասին է։ Թալանի կեսը ֆիդայիների ընտանիքներին է տվել սովացել։ Որը գիտեք։ Աղջիկ ջան, թալանը դուք եք արել, դուք։ Ժողովուրդը ձեր գնահատականը կտա։ Էս էլ սդից խոսում եք, որ ռեյտինգից կբնիկ, բայց իմ ռեյտինգը ժամ բարձրանում է։ Ինչքան ինձ դենց բան ասեք, այնքան ես բարձրանում եմ։ Հաջողություն։